Հալեպում մինչև ուշ գիշեր կատաղի փոխհրաձգություններ էին Սիրիայի կառավարական զորքերի և քրդական ուժերի միջև։ Փրկարարները փորձում էին մարել հրետակոծությունից բռնկված հրդեհները։ Արդեն ուրբաթ առավոտյան Սիրիայի պաշտպանության նախարարությունը հրադադար հայտարարեց Հալեպի հյուսիսային 3 թաղամասերում՝ Շեխ Մաքսուդում, Աշրաֆիեում և Բանի Զեյդում։ Զինված խմբավորումներին 6 ժամ ժամանակ է տրվել վիճելի տարածքներից դուրս գալու համար։ Այս բախումները սկսվել էին հունվարի 6-ին։ Պատճառն այն է, որ 2025-ին կնքված համաձայնագրի իրականացման վերաբերյալ բանակցությունները ձախողվել էին, որոնք նախատեսում էին քրդերի գլխավորած Սիրիայի ժողովրդավարական ուժերի ինտեգրումը երկրի պետական հաստատություններին։ Հունվարի 7-ի գիշերվա բախումների ժամանակ Շեյխ Թահա և Վիլաներ շրջաններում նաև հայերի բնակարաններ էին վնասվել։ Սակայն նրանց շրջանում զոհեր և վիրավորներ չկան։ Բայց նյութական վնասներ կան, որովհետև հայերու դուներու վրա հրասաններ ինգած էին, վնասներ արձանագրված էին։ Իմիջայլոց ասեմ, որ այո, ճիշտ է վիրավորներ չկան, բայց վախի աստագը շատ անգամ մարմնային վնասներ են ավելի ծանր է։ Հայ համայնքը ամեն ձևով պատրաստակամություն հայտնած է օգտակար դառնալ բոլորին։ Հայտարարված է, որ Սուրբ Գրիգորի Սավորիչ եկեղեցու ներքնասրահը պատրաստ է ընդունելու ընտանիքները, որոնք կսկան թե իրենց բնակած շրջանները անապահով են, դուները անապահով են, կրնան դիմել եկեղեցու սրահ։ 3 օր տևած մարտերի հետևանքով ավելի քան 100,000 խաղաղ բնակիչներ լքել են իրենց տները։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ։